Ողջույն ձեզ, քույրեր եւ եղբայրներ, ահա մենք մտանք 26 թվական, ես նորից շնորհավորում եմ մեր բոլորի նոր տարին, շնորհավորում եմ գալող եւ Սուրբ Ծնունդը, իմիջիալոց ես միշտ շնորհավորել եմ ամբողջ ժողովրդին, չնայած նրան, որ մեկ ինչ-որ մեր դեմա, մեկ ինչ-որ իմ դեմա, կամ իմ դեմա խոսում, Աստված իրանց հետ, եթե իրենք սենց ասում իմ Աստվածի դեմ չեն, թող էլի լինեն իրանց հետ։ Ես ուզում եմ երկու բառ խոսեմ Վենեսուելայի ես վերջի գործողության մասին։ Գիտեք, կարամ ասեմ, աշխարհում փոխվեց հոգեբանություն, գլոբալ տեսակետից ստրատեգիական մեծ փոփոխություն ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ գործողության մասով եւ ասեմ, որ սա կարա հանդիսանա որպես պրեցեդենտ, ասենք օրինակ մյուս երկրների համար։ Օրինակ նման գործողություններ կարան անեն ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ ասենք Չինաստանը, Ռուսաստանը, չգիտեմ, Բրիտանիան եւ այլ եւ այլ։ Փաստացի ստացվում է, որ եթե կա պետություն, որի մեջ կա դիկտատոր, աշխարհում վերապահվեց իրավունք գերպետության կողմից ձեռնարկել միջոցներ այդ դիկտատորին կալանավորելու առումով։ Ճիշտ է, մենք կարանք ասենք, որ նախկինում էլ այդպես բաներ եղել, բայց նախկինի օրինակները տարբերվում են, որտեվ ինչպես ամերիկացիներն էին ասում 37 տարի առաջ այն ժամանակ, ասենք, չգիտեմ, մի հատ ուրիշ դիկտատորի հանդեպ ինչ որ տենց գործողություն արել էին, բայց սա տարբերվում է ամեն ինչով։ Անկախ պետություն, որի մեջ չկար ամերիկյան ուժեր, որը 4 կողմից ընդամենը շրջապատված էր եւ պատկերացրեք մի իրավիճակ, որ հարևան երկրի ղեկավարի դուրը չի գալիս եւ հարևան երկիրը լինելով գերպետություն մտնում է դիկտատորին կալանավորում։ Դե ինչ ասեմ, մնացած փոքր երկրների այսպես դիկտատորիկները հեծանիվի վրա ինձ թվում է պետքա մի քիչ մտածեն։ Արժի իրանք դիկտատորիկներ դառնան, թե ասենք հնարավորություն ունեն բոլոր դեպքերում այդ քաղաքական հետապնդումներ իրենց այսպես հանդեպ ինչ որ հակառակ խոսողների հանդեպ չկիրառեն։ Ես նորից եմ կրկնում, իրավունքը փաստացի տարածվեց մյուս երկրների վրա, որոնք իրենցից հանդիսանում են գերպետություններ։ Եվ ոչ մեկ չի մեղադրի վաղը, ասենք ինչ որ օրինակ Չինաստանին, եթե Չինաստանը մտնի ձերբակալի, ասենք Թայվանի նախագահին։ Եվ տանի իր մոտ դատի։ Փաստացի մենք ստանում ենք աշխարհի տեսակետից նոր հարաբերությունների կազմավորման միջոց։ Փաստացի մենք տեսնում ենք, որ դրանից հետո հայտարարվում է, որ դրվում է հեռակառավարման, զավթման նոր ձևեր։ Եվ սպասենք զարգացումների։ Ու ես միշտ ասել եմ, երբևիցե ոչ մի դիկտատոր լավ վերջ չի ունեցել։ Բացառություն կարան կազմեն, եթե դու գերպետության դիկտատոր ես պատմության մեջ նման ինչ որ հատուկ են դեպքեր կան, բայց փոքր երկրների դիկտատորիկները միշտ վատ են վերջացրել։ Ես ուզում եմ, որ դա լսեն մեր այսօրվա երկրի դիկտատորիկը իր այդ ջունգլու ճտերով եւ հասկանան իրենց ինչ է սպասում ապագայում։ Ու փառք տան, եթե իրենց
կհեռացնի հենց հայ ժողովուրդ, ուղղակի փառք տան դրան, եւ դա կլինի իրենց համար երևի թե փրկություն։ Մնացածը չասեմ, իմիջիալոց էսի նկատի չունեմ, հիմա ասեն ես ինչ որ ասում եմ, ինչ որ մի կոնկրետ երկիր կարող է sense բան պատրաստի։ Ես կարծում եմ, որ վաղը Էրդողանն էլ կարա նման գործողություն պատրաստի Հայաստանի հանդեպ կամ նույն Ադրբեջանը։ Ես ավելի շատ դրա մասին եմ խոսում եւ ինձ դա մտահոգում է։ Եվ հիմք վերցնեմ, որ նա դիկտատորիկ է։ Դա կարա լինի միջազգային հիմք նման գործողության։ Ուղղակի նորից եմ կրկնում ականջների տողարակ։ Մենք հաղթելու ենք դա է ցույց տալի։ Ով որ չի հասկանում ինչա սպասվում է երկրի իշխանությանը, ապա ասեմ, որ երևի թե այդ մարդը կարա լինի ապուշ։ Մենք հաղթելու ենք, մենք գալու ենք իշխանության մեր կուսակցությունը եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը չարժանանա Վենեսուելայի օրինակին։